Ձայնագրություններն հրապարակվել, որտեղ Սամվել Կարապետյանի աջակիցները զինվորական Սամվել Կարապետյանին վեկալեք ու գնացեք։ Տեսեք զինվորականներին անվանում են 100,000 անոցներ, անբարոյականի տղաներ ու հարուստների վզին դրած որ պետքա Սամվելին ընտրեն, Ռուսաստանից բերեն ու ընտրեն, ո՞նց եք վերաբերվում։ Մենք չենք ուզում Սամվել։ Իսկ դուք ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նիկոլին։ Կասեք ինչու։ Ամեն ինչ էլ անում է։ Ամեն ինչ Նիկոլանը մա ինչ։ Օրինակ ինչ անում։ Կասեք։ Թոշակները տվել է, ճանապարհներ սարքում է։ Ինչ ասեմ, դուք չեք լսել։ Մարդիկ ուրախ են։ Մի ես չեմ հիշում մեկ ինչ որն ասեմ։ Գնահատում եք խաղաղությունը, համարում եք խաղաղ։ Բա խաղաղությունը վատ բան է, իհարկե գնահատում ենք։ Պետք է պատերազմների որ լավ լինի։ Իսկ դուք ձեր կարծիքը։ Կարծիքով խաղաղություն շատ լավ բան է, բայց խաղաղություն չլինի Հայաստանում։ Ձայնագրությունները հրապարակվել, որտեղ Սամվել Կարապետյանի Ես չեմ ուզում դրա անունը լսեմ։ Ձայնագրություններն հրապարակվել, որտեղ Սամվել Կարապետյանի թիմակիցները իրենց ցույցեր գնացող հաշմանդամ զինվորականներին անվանում են անբարոյականի տղաներ։ Ինչ եք կարծում այդ ամենի վերաբերյալ։ Շատ ամոթ իրենց։ 1000 ամոթ։ Ռուսաստանում էլ հարուստների վզին դրած է գան ընտրեն Կարապետյանին, պատկերացնում։ Հարուստները թող մնան Ռուսաստան, ոնց որ գնացել են։ Մենք մնացել ենք, պահել ենք մեր երկիրը, մենք էլ տերն ենք մեր երկրի։ Իսկ ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ով որ կա, Նիկոլ Փաշինյանին։ Կասեք ինչու որ գործել։ Որովհետև ես տեսնում եմ, այն ինչ որ արվել է։ Համ տեսնում եմ, համ զգում եմ, համ օգտվում եմ։ Շնորհակալ ենք, որ բարեփոխումները կթվարկեք, կառանձնացնեք ամենաշատը ձեզ համար։ Կարելի ասել բոլորը, որովհետև ես որ հիմա պատկերացնում եմ թորնիկները պիտի գնան այդ դպրոցներում, այդ մանկապարտեզներում շատ վատ է զգում, հիմա ապահովեմ։ Մեծահասակներին, որ մտածում ենք ինչ անենք, որ տուն ենք վաճառում, 1000 մի ձևի գումար ենք գտնում իրենց վիրահատությունների, ստուգումների, հիմա ապահովենք։ Ոնց ասեմ, բանակաշինությունը, դա մի քիչ լսեցի, հա, դե թոշակառուների ընթացքում կարծում եմ էլի կբարձանա, հա, ոնց ասեմ, էլ ինչ, կարծում եմ գնալով ավելի լավ կլինի, զգում եմ, տեսնում եմ, մարդկանց դեմքերը ուրախ են, ժպտուն են, վերջապես տեսնում ես, որ մտնում են խանութներ, իրենց բալիկները ինչ ուզում են, գնում են, իսկ առաջ չէինք տեսնում դա, անդադ խեղճ էին, անդադ քաշում էին երեխաներին, չէին կարում վճարեին, վճարունակ չէին աշխատողները, ինչ որ մի բարձր խավ էր վճարունակ, մնացածը շատ խեղճ վիճակում էին ապրում, այսօր տեսնում եմ և ուրախ եմ իմ ազգի համար, ժողովրդի համար։ Սամվել Կարապետյանի թիմակիցները իրենց ցույցեր գնացող հաշմանդամ զինվորականներին անվանում են անբարոյականի տղաներ, իսկ հարուստների վզին էլ ասում է դրածա, որ պետքա Նիկոլի տեղնել է դրա վաշի կզրկեմ ուղարկեմ նորից Կալուգա։ Կալուգա, իա տեղ ընդ է, ինքը FSB, ինքը Ռուսի համար է եկել, Ռուսի։ Դե իմ ազիզ, շատ սխալ արել, որ այդ բան ասում, ոնց թե անբարոյականներ, հա։ Они защищали свою родину, поэтому стали инвалидами. Наоборот, им надо хорошую пенсию давать, обеспечивать их семью, детей, всех. Что я могу сказать? Таких людей надо ценить, а таких очень мало, которые защищали свою родину. Многие убегали, уезжали за границу, уезжали в Россию. А почему такие вещи говорят про наших военнослужителей? Не напрасно. Кто говорит так, надо их посылать на войну, чтобы они знали. Տեսեք ձայնագրություններ հրապարակվել, որտեղ Սամվել Կարապետյանի աջակիցները զինվորական, հաշմանդամ զինվորական տղաներին անվանում են ոչխարներ, մեկ այլտեղ անվանում են անբարոյականի տղաներ, ինչպես եք դուք այդ ամենին վերաբերվում։ Շատ վատ։ Եվ ասում են հարուստների վզին դրածա, որ պետքա անպայման Սամվել Կարապետյանին ընտրեն։ Սամվել Կարապետյան թող գնա իր բիզնեսով, քաղաքականության հետ ոչ կապ չունենք։ Հայաստանի Հանրապետության վարչապետում եք տեսնում։ Նիկոլի։ Կասեք ինչու։ Փոփոխությունները իրանց համեմատ շատ մեծ է։ Իսկ որ բարեփոխում առանձնահատուկ կառանձնացնեք եւ կնշեք։ Մի քանի հատ, որ կարելի է նշել։ Ընդհանուրով չի լավ է իր ղեկավարության ժամանակ։ Գնահատում եք խաղաղությունը։
անպայման խաղաղությունով չգնահատում։ Այդ ամենահիմար մարդը կլինի, որ խաղաղությունը չգնահատի։ Իսկ հիմա համարում եք խաղաղ Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ներկա վիճակում այո։ Հաշմանդամ զինվորականներին ասում են անբարոյականի տղաներ, Սամվելի աջակիցները։ Դա ասելու բանը, վերևն Աստված կա, ոչինչ ասելու բան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար